Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու եւ ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք այսօր չքննարկված, բայց չափազանց կարևոր հարցի մասին։ Անօրգազմիա, ինչու կինը չի բավարարվում։ Կանանց ամենաշատ մտահոգող խնդիրներից է անօրգազմիան։ Օրգազմի բացակայությունը սեռական հարաբերության ժամանակ, որովհետև կինը բացի սեռական հարաբերություններից կարող է օրգազմի հասնել ինքնաբավարարման ժամանակ, գրգռելով արհեստական ճանապարհով սեռական օրգանները եւ հասցնելով իրեն օրգազմի։ Օրինակ, ծլիկի խթանման ժամանակ կանայք ապրում են ծլիկային օրգազմ եւ այստեղ պետք է նաեւ հիշեցնենք, որ կանայք ունեն երկու տիպի օրգազմ՝ հեշտոցային եւ ծլիկային։ Անօրգազմիայի պարագայում մեծ մաս դեպքերում մենք գործ ունենք հենց հեշտոցային անօրգազմիայի հետ, երբ կինը սեռական հարաբերության ժամանակ չի բավարարվում, հաճույք չի ստանում, չի հասնում այն լիցքաթափման, որը պետք է հենց հեշտոցային հարաբերության ժամանակ։ Նախ պետք է նշել, որ նոր ամուսնացած ժամանակ կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի ապրում, քանի որ հեշտոցի պատերը ունեն ռեցեպտորներ, ընկալիչներ, որոնք խթանվում են հարաբերությունների ժամանակ եւ դառնում են ավելի զգայուն եւ դրանց համար պետք է փաստորեն ժամանակ։ Այսինքն սկզբնական շրջանում հեշտոցի պատերը չունեն զգայունություն եւ բնականաբար այդ հարաբերությունների ժամանակ կինը օրգազմ չի ապրում։ Բոլորովին այլ է ծլիկային օրգազմը, որին կինը կարող է հասնել ցանկացած պահին, ընդհանրապես պետք է ամուսինը հարաբերության ժամանակ խթանի ծլիկը կամ մերսման միջոցով կամ անդամի գլխիկի հպման միջոցով, էական չի, դա արդեն զույգի ընտրության հարցն է, բայց կինը օրգազմ չապրելով դա կարող է ժամանակի ընթացքում արդեն իսկ հասկանալ, երբ հարաբերության ավարտին, որպես այդպիսին սեռական բավարարվածություն տեղի չի ունենում եւ կինը հաճույք չի ստանում։ Շատ կանայք շփոթում են հարաբերության ընթացքում տեղի ունեցող հաճելի զգացողությունները, որոնք կոչվում են վոլուստ, վոլուստիկ զգացողություններ, շփոթում են վոլուստը բուն օրգազմի հետ։ Օրգազմը սեռական հարաբերության ավարտին ի հայտ եկող հաճույքաբեր զգացողությունն է, որից հետո կինը իրեն զգում է սեռապես եւ հոգեպես բավարարված։ Եթե հարաբերությունը ավարտվում է, բայց կինը չի լիցքաթափվում եւ չի զգում սեռական եւ հոգեկան բավարարվածություն, նշանակում է ինքը օրգազմ չի ապրել։ Խնդիրը շատ դեպքերում մնում է չլուսաբանված ու չքննարկված, որովհետեւ շատ կանայք նույնիսկ չեն էլ քննարկում իրենց անկողնային խնդիրները, իրենց կողակիցների, ամուսինների, զուգընկերների հետ եւ օրգազմի մասին ունենալով թյուր պատկերացումներ մատնում են այն լռության, իսկ սա այն հարցերից է, որը ժամանակի ընթացքում ժանգոտելու եւ բարդություններ թողնելու միտում ունի։ Կինը, որը օրգազմի չի հասնում, կարող է ունենալ հետագայում նյարդային որոշակի պոռթկումներ, որը կարող է ազդել հարաբերությունների որակի վրա, բերելով կոնֆլիկտայնության, կարող է նաև ժամանակի ընթացքում սեռական ցանկությունը նվազել, որովհետև եթե կինը օրգազմ չի ապրում, հետո արդեն ցանկությունն է սկսում արգելակվել եւ կոնֆլիկտայնության թեժացման ֆոնին արդեն իսկ հարաբերությունները սկսում են սառել ու դա էլ ավելի է խորացնում խնդիրը։ Հետևաբար այս դեպքում ուզում եմ հատկապես խոսքս հղել կանանց, որ հարաբերությունների սկզբնամասում, եթե նկատում եք, որ սեռական հաճույք չեք ստանում, մի կաշկանդվեք եւ մի վախեցեք այդ մասին խոսել ձեր ամուսնու հետ, քանի որ սեռական հարաբերությունը զույգային ֆունկցիա է եւ հետեւաբար ձեր խնդիրը միայն ձերը չէ։ Սա զույգային հարց է։ Եվ այո, սկզբնական շրջանում դուք կարող եք եւ հեշտոցային օրգազմ չապրեք եւ այդ ժամանակահատվածում դուք կարող եք պարզապես դիմել ծլիկային օրգազմի, որը իր ուժգնությամբ եւ հաճույքի առումով գրեթե չի տարբերվում հեշտոցային օրգազմից, մինչեւ որ արդեն ձեր սեռական օրգանները զգալիորեն արդեն կունենան զգայունություն, հեշտոցի պատերը կդառնան առավել զգայուն եւ դուք արդեն կկարողանաք նաեւ ունենալ հեշտոցային օրգազմ։
Ինչ խոսք ամուսինն էլ պետք է անպայման ուշադիր լինի եւ նկատի ունենա, որ շատ դեպքերում կինը կարող է կեղծել կամ դրա մասին չխոսել, թաքցնել խնդիրը, իսկ շատ դեպքերում կանայք փորձում են կեղծել օրգազմը, որպեսզի չնեղացնեն իրենց կողակիցներին։ Սա տարածված խնդիր է եւ տղամարդը նկատելով, որ կինը անկողնում չի բավարարվում, չպետք է խնդիրը անուշադրության մատնի, քանի որ, ինչպես արդեն նշեցի, տևական անօրգազմիան վատ է անդրադառնում ինչպես կնոջ սեռական առողջության վրա, այնպես էլ զույգի միջանձնային հարաբերությունների վրա։ Դա պարզելու համար պետք է ուշադրություն դարձնել, թե հարաբերության ավարտին արդյոք կնոջ մոտ նկատվում են օրինակ մարմնի հատկապես վերնամասում կարմիր հետքեր, որոնք միշտ լինում են իսկական օրգազմի ժամանակ կամ հարաբերության ավարտին օրգազմի ժամանակ հեշտոցի պատերը սեղմվում են եւ տղամարդը հարաբերության վերջում դա կարող է զգալ, որովհետև այդ սեղմումները անմիջապես զգացվում են առնանդամի վրա եւ օրգազմը հենց կնոջ մոտ ուղեկցվում է մկանասեղմումներով, որը վկայում է, որ կինը իսկապես հասել է օրգազմի։ Բուն հարաբերության ժամանակ շատ կարևոր են փաղաքշանքներն ու շոյանքները, ինչպես նաեւ դիրքի ընտրությունը, քանի որ դիրքի ընտրությունից կախված հեշտոցային օրգազմ կարող է կամ լինել կամ չլինել։ Որպես կանոն ապացուցված է, որ արագ խրտնած շարժումները հեշտոցում չեն բերում կնոջ մոտ ոչ ընթացիկ հաճելի զգացողությունների, ոչ էլ հեշտոցային օրգազմի։ Սրան հակառակ անդամի շարժումները հեշտոցում պետք է լինեն դանդաղ եւ խորը, որպեսզի հեշտոցի պատերը տաքանան, դառնան ավելի զգայուն եւ կինը նոր դրանից հետո հնարավորություն կունենա ապրել հեշտոցային օրգազմ։ Անօրգազմիայի պատճառները որպես կանոն բաժանվում են երկու մեծ խմբերի՝ հոգեբանական եւ օրգանական։ Կանանց անօրգազմիայի պատճառները ավելի շատ հոգեբանական են։ Այս դեպքում մեծ տեղ ունեն տագնապայնությունը, լարվածությունը, փորձի պակասը, զուգընկերոջ մոտեցումը։ Սա շատ կարևոր հարց է եւ զույգերը այս հարցում պետք է չափազանց ուշադիր լինեն եւ տղամարդիկ հատկապես իհարկե նկատի ունենան, որ կնոջ համար շոյանքներն ու փաղաքշանքները օրգազմի հասնելու համար անհրաժեշտ պայմաններ են։ Իհարկե ստրեսը, նևրոտիկ ռեակցիան, նախորդ վեճերը, որոնք չի կարելի տեղափոխել անկողին, որովհետև եթե կինը հարաբերության ժամանակ լարված է ինչ-ինչ պատճառով, բնականաբար օրգազմի չի կարող հասնել։ Շատ կարևոր է, որ հարաբերությունները լինեն հանգիստ պայմաններում, որևէ խանգարող գործոն չպետք է լինի կամ առավել եւս, եթե կինը գիտակցում է, որ օրինակ սենյակը այդքան էլ ապահով չէ, դուռը կարող է բացվել կամ կարող են իրենց հարաբերություններին ուղեկցող ձայները լսվել հարևան սենյակում, սա նույնպես կնոջը դնում է լարվածության մեջ եւ հանգեցնում անօրգազմիայի։ Օրգանական պատճառներից պետք է նշեմ մասնավորապես բորբոքային գործընթացները կնոջ սեռական օրգաններում, որոնք փաստորեն նույնպես բերում են անօրգազմիայի, հորմոնային խանգարումները, մասնավորապես տեստոստերոնի նվազումը, պրոլակտինի բարձր մակարդակը, վաղանաձև գեղձի խնդիրները, շաքարային դիաբետը, ճարպակալումը, դրանք որպես կանոն նույնպես պատճառ են դառնում կնոջ անօրգազմիայի։ Առանձնահատուկ իհարկե խումբ են կազմում օրգանական պատճառներից դեղորայքային գործոնները, երբ կինը ինչ-ինչ պատճառներով օգտագործում է դեղամիջոցներ այլ հիվանդություններ բուժելու, որոնք կարող են հանգեցնել օրգազմի եւ սեռական ցանկության նվազման, մասնավորապես հոգեմետ դեղերը, հակագերջնշումային դեղամիջոցները, իրենք երկարատև օգտագործման ժամանակ կնոջ մոտ արգելակում են սեռական ցանկությունը եւ բերում անօրգազմիայի։ Կնոջ անօրգազմիայի առանձնահատուկ պատճառներից է տղամարդու գործոնը։ Տղամարդու սեռական խնդիրները ուղիղ ճանապարհով կարող են բերել կնոջ մոտ օրգազմի բացակայության, մասնավորապես էրեկցիայի խանգարումը եւ ակտի տևողությունը։ Եթե
տղամարդու սեռական ակտի տևողությունը զգալիորեն կարճ է, մինչև 2 րոպե, որն էլ նաև ուղեկցվում է պոտենցիայի խանգարմամբ, բնականաբար կինը օրգազմի չի կարող հասնել, որովհետև արդեն ինչպես հասկացաք, հեշտոցային օրգազմի հասնելու համար ակտի տևողությունը պետք է լինի համեմատաբար ավելի երկար, 5 րոպեից ոչ պակաս, եւ նաև մյուս պայմանը բավարար արտահայտված էրեկցիա։ Այս դեպքում մենք բուժման ժամանակ դա էլ պետք է հաշվի առնենք, որովհետև եթե կինը նշում է գանգատ, որ ինքը օրգազմի չի հասնում, պետք է պարզել, որքան է տևում սեռական ակտը։ Բուժման ժամանակ մյուս գործոնները հաշվի առնելուց զատ, իհարկե, նաև աշխատում ենք այդ ուղղությամբ, երկարաձգելով ակտի տևողությունը եւ կարգավորելով տղամարդու պոտենցիան։ Եվ բուժման ընթացքում մեզ օգնության են գալիս մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Տադաֆորտ դեղամիջոցը ունի 2 դոզավորում 20 եւ 5 միլիգրամ։ 20-ը օգտագործվում է պլանավորված հարաբերությունից առաջ, իսկ 5-ը ամենօրյա ընդունման պարագայում։ Դեղամիջոցը ի տարբերություն հին սերնդի ներկայացուցիչների ունի բարձր արդյունավետություն եւ արագ ազդելու հատկություն։ Բացի այդ, իհարկե, դեղամիջոցը տարբերվում է նրանով, որ տևողությունը բավականին երկար է եւ բուժման ժամանակ օգտագործելով ժամանակի ընթացքում պոտենցիան շատ արագ վերականգնվում է։ Սեռական ակտի տևողությունը երկարաձգելու համար կարող է օգտագործվել դապոքսեցին դեղամիջոցը, որը նույնպես ունի 2 տիպի դոզավորում՝ 60 եւ 30։ Թե որ դոզավորումը երբ պետք է օգտագործել, կորոշի արդեն բժիշկը հաշվի առնելով խնդրի վաղեմությունը եւ խորությունը։ Դապոքսեցին եւ Տադաֆորտ դեղամիջոցները նաեւ տարբերվում են ժամանակային առումով իրենց օգտագործման պարագայում, կարող են ազդեցությունը թողնել 36-ից մինչև 72 ժամ։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև անհատական գործոնը, որը պետք է հաշվի առնի բժիշկը եւ ընտրի, թե որ պացիենտի դեպքում որ դեղամիջոցն է անհրաժեշտ օգտագործել, դրանք համադրելով մնացյալ դեղամիջոցների հետ։ 2 դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ եւ դրանք պետք է անպայման հաշվի առնել եւ բուժման ժամանակ պարտադիր հետեւել բժշկի ցուցումներին։ 2 դեղամիջոցների համակցված օգտագործման դեպքում տղամարդու սեռական ֆունկցիան ավելի հեշտ եւ շուտ է վերականգնվում եւ սեռական կյանքի որակը իհարկե զգալիորեն լավանում է։ Սեռական առողջության համար այսքանը, իսկ առջևում գինեկոլոգի հետ հարցազրույցն է, վստահ եմ ձեզ սպասվում են մի շարք հետաքրքիր բացահայտումներ։